Ի տարբերություն նախկին ճնշող ճաղավանդակների որոշվեց պատուհանների այնպիսի ձև ընտրել, որը միաժամանակ կատարի նաև ճաղավանդակի ֆունկցիա ու չլինի այդքան ճնշող։ Առողջապահության նախարարության հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի այս մասնաշենքում սա միակ փոփոխությունը չէ։ 2021 թվականից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն այստեղ ավարտին են հասել։ Սա հիվանդների ճաշասրահն է, հիվանդասենյակները։ Սա ասեմ, այս հատակը, որ կա, բավական լավ վիճակում է, որովհետև տեղեր կա, որ հիվանդները գտնվում են բետոնի վրա։ Իր կառուցումից ի վեր ավելի քան կես դար կենտրոնը չէր հիմնանորոգվել, ասում է տնօրենի պաշտոնակատար Արմեն Հակոբյանը, ցույց տալիս հիմնանորոգումից առաջ առկա պայմանները։ Սա նախկին սանհանգույցի վիճակն է, պատերի սալիկները թափված, կարելի ասել ժանգոտ, ջրի կուտակման համար կաթսաները ներքևում դրած։ Այս վիճակը հիմա արդեն անցյալում է, բարեկարգվել են հիվանդասենյակները, սանհանգույցները, խոհանոցը, առկա են բոլոր պայմանները բուժառուներին որակյալ ծառայություն մատուցելու համար։ Մեր հիվանդասենյակներն են, ի տարբերություն նախկինի, որտեղ մեկ մեծ հիվանդասենյակում տեղավորվում էին 12 եւ ավել բուժառուներ, փոքրացվել են, հիմա ամեն հիվանդասենյակում 3-ից ոչ ավել բուժառու պետք է լինի։ Բոլոր բուժառուները ապահովված են կողպվող անձնական տարածքներով, կողապահարաններով։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի արդիականացումը ներառում է 6 մասնաշենքերի հիմնանորոգում։ Այժմ ավարտված եւ վերազինված է 3 մասնաշենք՝ առաջին հոգեբուժական, խոհանոցային մասնաշենքերը եւ հսկիչ անցագրային կետը։ Տեխնիկական հագեցումն իրականացրել է Ազնավուր հիմնադրամը։ Առաջին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման եւ կահավորման համար հիմնադրամը նվիրատվության կարգով տրամադրել է 131 միլիոն դրամ։ Անձը պետք է բուժվի արժանապատիվ պայմաններում։ Եթե բժիշկը իր սենյակում այնքան փոքր է այդ սենյակը, որ հնարավորություն չունի զննում կազմակերպել, հանձնաժողովը հավաքվում, մարդիկ տեղ չունեն նստելու։ Բնական է այդ պայմաններում բուժման բարձր որակ ուզել չի կարելի, բայց ի պատիվ մեր բժիշկների պետք է ասեմ, որ այդ բոլոր դժվարություններին տարիներ շարունակ դիմացել են ու դիմանում են մինչև վերջնական ավարտին հասնելը։ Կենտրոնի ընդունարանի բաժանմունքի վարիչ Ինես Ամուրադյանի խոսքով պայմանների բարելավումը կարևոր է ինչպես բուժառուների, այնպես էլ բժիշկների աշխատանքի որակի բարձրացման համար։ Ինչ վերաբերվում է պացիենտներին, իրենց հոգեկան առողջության պահպանման գործում պայմաններն իհարկե առաջնահերթ են, որովհետև հենց սկզբից գալիս է, տեսնում է պայմանները եւ եթե պայմանները լավը չէ, դա ինքն իրանով արդեն հենց սկզբից չեն ուզում ուղղակի։ Այդ խնդիրը հիմա չունենք։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով պետությունը նախատեսել է շուրջ 4 միլիարդ 688 միլիոն դրամի ներդրում, որից 37.12%-ը կատարվել է, թե երբ կսկսվեն մյուս 3 մասնաշենքերի հիմնանորոգման աշխատանքները, ժամկետները դեռևս հստակ չեն։ Պարզ է միայն, որ մի քանի տարուց կենտրոնում այսպիսի ճաղավանդակներով պատուհաններ այլևս չեն լինի։ Քրիստինե Թորոսյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։